Ճաքած վթարային պատեր, կոտրված լուսամուտներ ու խոնավ դասասենյակներ։ Արմավիրի մարզի Պտղունք գյուղում 100-ից ավելի երեխա մի քանի տարի է ամենավատ 4-րդ կարգի վթարային շենքում է սովորում։ Իհարկե ամեն վարքյան մենք երեխաների առաջինը մտածում ենք ապահովել անվտանգությունը։ Ամեն վարքյան։ Հայ տեսնում եք այնտեղից երևում է։ Այդ արանքներից հողը կաթում է անդադ երեխաների վրա։ Այս դպրոցում գրեթե նույնն էր պատկերը նաև 2 տարի առաջ մեր այցելության ժամանակ։ Ուսուցիչները պատմում էին, որ դրանից հետո ոչինչ չի արվել, հակառակը եղածն էլ քանդվել է։ Պատերին խոնավությունից սնկեր են ավելացել, չնայած բազմաթիվ խնդրանքներին դպրոցը մինչ օրս սանհանգույց չունի։ Անգամ կրծողների դեմ չեն կարողանում արդյունավետ պայքարել։ Եվ արդեն կրծողներ կան, առնետներ կան, որոնք վնասում են դրքերը, իսկ երեխան վերցնում է ձեռքերը առանց լվանալու, կարող է գերքը թերթել եւ վարակի համաճարակի բուն հանդիսանա։ Դպրոցի տնտեսվարը չէր թաքցնում, հոգնել է տեղ-տեղ տանիքը կարկատելուց։ Մի տեղ վերանորոգում ես, մյուսը քանդվում է։ Պատմում էր, որ ոտքը վնասելուց հետո տանիք բարձրանալ այլևս չի խիզախում։ Իսկ մարզադահլիճում դաս անցկացնելը իսկական փորձություն է համարում։ Եթե ուշադիր եք, մոտ ապագան հուսով եմ, որ պատը չի բլվի, վնաս չի տա, մարդկանց չի վնասի, որտեվ ոնց որ նման նես տպավորությունը, որ երկրաշարժից հետո է ասա։ Եթե ուշադիր նայեք, եւ այստեղ ֆիզկուլտուրի ժամեր պարապել նշանակում է փորձության ենթարկել մարդկանց։ Անցած դարի 50-ականներին կառուցված շենքը ըստ մասնագետների ենթակա չէ նորոգման, պետք է քանդվի, նորը կառուցվի։ Միջոցներ կառավարությունը միայն այս տարի է գտել։ Խոստացել են, որ գյուղում նոր դպրոց կկառուցվի Ասիական զարգացման բանկի ծրագրով։ Նախագիծը հաստատվել է, բայց թե երբ կսկսվի շինարարությունը, անգամ գյուղապետը հստակ չգիտեր։ Որպես Պտղունքի բնակիչ կբերեմ, որպես մարդ կարողա չբերեի։ Որտեվ իմ համայնքն է, հա, վտանգավոր է, տեսնում եք ինքներդ, ոչ մեկ գարանտիա չի տալի, թե այդ քարերը մի օր չի ընկնի ինչ-որ մի երեխայի վրա եւ ողբերգություն տեղի չի ունենա։ Մենակ բերեն սկսեն շինարարությունը, մենք յոլա կգնանք։ Սեպտեմբերի 1-ը վթարային շենքում դիմավորեցին նաև Էջմիածնի թիվ 5 դպրոցի աշակերտները։ Ուսուցիչները պատմում էին, որ տարիներ շարունակ վախով են աշխատում, հանկարծ հնամաշ պատերից մի կտոր չընկնի ու չվնասի երեխաներին։ Աշակերտների անվտանգությունը ապահովելու համար հնարավորինս փակել ենք բոլոր այն մուտքի դռները, որ կտանեն դեպի այդ վթարային մասնաշենք, որտեղ ցանկացած պահին պատ է փլվում, այնտեղ մենք աղմուկով լսում ենք այդ։ Դպրոցի մասնաշենքերից մեկը կիսափլուզված է, դրանից մի քանի մետր հեռու մյուս մասնաշենքում մոտ 400 աշակերտ է դասարան մտնում։ 2 տարի առաջ այսպես չէր բլվում, թափվում վերևից։ Նայեք, էսի նոր է սկսե բլվելը։ Էս հələ երկրորդ հարկում է։ Հələ բարձրանանք երրորդ հարկ, էլ ահավոր է։ Այս երկաթները շենքի այդ ցեխի մեջն է, պանելի մեջն է, ինք իրավունք չունի երևալու։ Հələ երկրորդ հարկերը բան, ասենք կարելի է վերանորոգել, բայց այստեղ երրորդ հարկը անհնարին է, որտեվ արդեն ինքը լրիվ փտած է։ Երկաթներն էլ, պանելն էլ քայքայված է, լրիվ պիտի թափիցած։ Պաշտոնական տվյալներով Հայաստանում 3-րդ եւ 4-րդ կարգի վթարային մոտ 60 դպրոց կա։ Քաղաքաշինության նախարարությունը պնդում է, բյուջեի սահմանափակ միջոցների պատճառով բոլորը վերանորոգել կամ նոր դպրոց կառուցել հնարավոր չէ։ Էջմիածնի վթարային դպրոցն էլ ծրագրվում է նորոգել համաշխարհային բանկի միջոցներով, թե երբ տնօրենը հստակ դժվարանում էր ասել։